Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Իսկ եթե մոգերը եկան Արևմտյան Հայաստանը, Արմենակ Աբրահամյան, Western Armenia շաբաթ հաթերթին 103-րդ համարն այդուս եկավ։ Արատը ծածկված է ձյունյավ, Պալենկե ու Պորտասար մշակութային խտրականության լռեցված ճշմարտությունը Աշոտ Հարությունյան։ Կենդանի վկայություն Արցախա շուրջ 80 պատմամշակութային հուշարձաններ արդեն թվայնացված են։ Ինչպես պատրաստել հայկական ավանդական աղափամա։ Քյոմագյանի Արևմտյան Հայաստանը պետական տելևիզիոն միացիկ մեր վետերաններին։ Իսկ եթե մոգերը եկան Արևմտյան Հայաստանը, Արմենակ Աբրահամյանին հոդվածը հարցադրում է մոգերի իրական ծագման մասին, նշելով վեր ավետարանը իրանց պարզապես ներկայացնում որպես արևելքա եկած իմաստուն է։ Առաջակայքում քիչ ուսումնասիրված վարկած, ըստ որի մոգերը կարին կան նաև Արևմտյան Հայաստանը որպես հնագույն հոգևոր մշակութային խաչմերուկ։ Հայկական կրոնական ավանդույթներին Արարատա խորհրդանշական դերը ու մագոս հասկացության լայն իմաստը հակասում չնես հնարավորությանը, թեև կարելի չի հաստատել փաստերով։ Վարկածի մոռացությունը ավելի շատ պատմագրական սովորության արդյունք է, քան պատմական հերքում։ Արևմտյան Հայաստան շաբաթ հաթերթին 103-րդ համարն այդուս եկավ ու ընթերցողների ներկայացնում մի քանի կարևոր արժեքավոր ու մտածողություն ձևավորող հրապարակումն է։ Թերթի շապիկին ներկայացված է հայ մեծագույն լեզվաբան, գիտնական ու մտավորական Հրաչյա Աճարյանը որպես մարդ բացառիկություն։ Աճարյանը եզակի անհատներ անալալ վեր տիրապետել իսալյա 18 լեզվի, սակայն իրեն կյանքի ամենաթանկ ժամանակը ապրած 77 տարիներից 65 ամբողջությամբ նվիրալ է հայոց լեզվին, իրան պատմությանը, զարգացմանը, գիտական ուսումնասիրմանը, չնայած տեսողական լուրջ խնդիրներին, գործնել ամենակ միաշկավը Հրաչյա Աճարյանը ստեղծալ հսկայածավալ գիտական ժառանգություն։ Իրան հեղինակած սաղ աշխատությունները էթվում մեզ հայտնի հաստափոր բառարանները գրվել են աներևակայելի կամքի ինքնակարգապահության ու գիտական նվիրումի շնորհիվ։ Հրաչյա Աճարյանը ծնվել է 1876 թվականի մարտի 8-ին Կոստանդնուպոլսում Հակոբի ու Ընծայի ընտանիքում։ Իրան կյանքի ընթացքում ինքը ստեղծալ է շուրջ 250 գիտական աշխատություն, ընդհանուր հաշվով ավելի քան 32,000 էջ, ինչպես նաև տասնյակ ձեռագրեր, գրքեր, արմատական, բացատրական բառարաններ, ուսումնասիրություններ Հայաստանը բարբառների, հայոց լեզվի պատմության ու հայերենի համեմատական վերլուծության վերաբերյալ այն համադրել մոտ 560 լեզուների հետ։ Այս ցավալի գիտական գործը մեկ մարդու կյանքի շրջանակներում գրեթե անպատկերացնելի է։ Շաբաթ հաթերթը հասանելի է հայերեն, թուրքերեն, անգլերեն ու ֆրանսերեն տարբերակներ նպաստելով հայկական մշակույթի տարածմանը, միջազգային իրազեկության խորացմանը։ Սպիտակաձյալով ծածկված Արարատա լեռնաշղթային լավային ժայթքումների քարային ձևավորումն են ձյունին առաջին շերտավը տպավորիչ տեսարանն ստեղծավ։ Ձնառատության արդյունքում լեռնանախալեռներնա լեռնագագաթներն վերկազմված են քյոհնյահարաբուխային ժայթքումները առաջացած լավից ամբողջությամբ ծածկվել են ձյունի սպիտակ շերտը։ Սպիտակ ծածկը ընդգծում է հյուսիսարևելյան լեռնագագաթների պիցիրոթունը մոտ 800-ից մինչև 3000 մետր։ Արարատա ձյունաբաց տեսարանը տառնում է ոչ միայն բնական գեղեցկության, այլև պատմամշակութային խորհրդանիշ, հիացմունք առաջացնելով յուրաքանչյուր դիտողի կողքի։ Պալենկե ու Պորտասար մշակութային խտրականության լռեցված ճշմարտությունը Աշոտ Հարությունյանի հոդվածը համեմատում է մայանների, Պալենկեի հուշարձանների միջազգային պաշտպանությունը Արևմտյան Հայաստանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հանդեպ լռությունը։ Մատնանշում է մշակութային խտրականություն, ընդգծելավեր հայկական հուշարձանների համակարգված քանդում ու յուրացումն պատմության աղավաղումը համապատասխանում են մշակութային ցեղասպանության սահմանմանը։ Միջազգային լռություն ներկայացնում է ոչ միայն անարդարություն, այլև այդ ոչնչացման հանդեպ անուղղակի համահեղինակություն։ Թումոյի կողմից հիմնադրված հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը Armenian Cultural Heritage Institute-ը միացալ է մոնգական կրթամշակութային նախաձեռնությանը ներկայացնելով Արցախամշակութային ժառանգության թվայնացման ծրագիրը։ Արդեն թվայնացվել է շուրջ 80 պատմամշակութային հուշարձան, վեր վիրտուալ իրականության միջոցով այցելուներին հնարավորություն տամ ներկայացնել Արցախապատմական վայրերում ու բացահայտել դրանց պատմությունը ժամանակակից տեխնոլոգիաներով։ Ծրագիրը նպատակ ունի ոչ միայն փաստագրել, այլև պահպանել փոխանցել մշակութային հիշողությունը գալիք սերունդներին։ Նախաձեռնության ներկայացումը տեղի ունենալու հունվարի 18-ին ժամը 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրումը վկայելավեր մշակույթը կարելի շարունակի ապրել նաև թվային ծրագրերում։ Մինչ հայկական ավանդական ուտեստների մեծ մասը պարունակում է մыс, խոհանոցում կա նաև համավ ուտեստների լայն տեսականի բուսակերներին հետի։ Այս ուտեստները մինը ղափաման է, բրանիավ սարքվող ուտեստ է։ Ղափաման Հայաստանում տարածված ուտեստ է, վերը սովորաբար պատրաստվում է տոնական առիթներով։ Արևմտյան Հայաստանը հեռուստատեսությունը հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին է հիշողներին շարունակում է նախապանգործը թազամոտեցումներով։ Ոնց արդեն գիտում ենք, մեր տելևիզիոնին ինքնագովազդով չի զբաղվում։ Հիմնականում հեռարձակում Արևմտյան Հայաստան պատմության ու ներկա ապագայի մասին տեղեկատվություն ատամ, ուրիշ լուրեր էլ փոխանցում։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին գրանցալ է ամենակարևոր նվաճումները։ Մինը հրատարակել Արևմտյան Հայաստան շաբաթ հաթերթը վերի նպատակն է պահպանելու տարածել մեր պատմությունը ու մշակույթի ինքնությունը։ Մունք նաև թափանցիկ ու մաչելի ձևով ներկայացնում Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահի կառավարության ազգային ժողովի
կառույցների քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քյոմագավը մեր տելևիզիոն հնարավորությունները ավելին են լայվում ու պնդանում, մուք միասին ընկուժեղ։ Հայ վետերանների ու քյոմագյանողների միավորում ֆրանսիացի վետերանների ու հայկական ծագումով դիմադրողների միավորում։ Եթե 18-ից 78 տարեկանեք ու մի պատար ազատ վախտոնի կարիք միանաք։ Հիշատակի պահապաններին պատիվ հայրենիք եղբայրություն։ Ձեր խնդիրն է ինական պաշտոնական արարողությունների վախտը պիցրցնել Արևմտյան Հայաստանադրոշը։ Հիշատակի պահապանները իրենց նշանակալի ներկայացնողը պաշտոնական արարողություններին ու հիշատակի արարողություններին, որոնց մասնակցում են այլ կազմակերպություններ, պատվում են այն հայ զինվորներին ակամավորներին, վեր 1916 թվականից մինչև մեր օրերը իրենց կյանքը վտանգալն պաշտպանել ֆիզիկական վտանգի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը։ Խնդրում ենք հապաղեք վեճկաֆիկ նախագահ Ժան Ղազարոսյանին այդ լրացուցիչ տեղեկություններ ստանալի հետի։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքան ենք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։